Մեզ ինչ-որ նախապայմաններ են դնում մեզ դեմ։ Դա իմ օրինակ իմ դուրը չի գալի։ Եթե վարչապետը ասում է ես պարզ հավատացյալ եմ, ոչ թե որպես վարչապետ եմ գալի, ուրեմն դու պիտի գաս պատարագի։ Մարդ ինչա գնում եկեղեցի ընդհանրապես։ Գնում է առաջերտին քրիստոնյա դառնալու համար, չէ՞։ Մկրտվելու քրիստոնյա դառնալ, կամ պսակի մեր ավանդական ինչպես որ միշտ եղել է։ Եվ նաև պատարագին մասնակցելու, ինչի համար են գնում պատարագի մասնակցելու։ Մեղքերի քավության փրկչագործությունն է կատարում, խորհուրդ է։ Պատարագը ամենասուրբ խորհուրդն է համարում, 7 խորհուրդներից ամենասուրբն է։ Եթե մարդը պարզ հավատացյալ է, գալիս է եկեղեցի, այդ կերպ պիտի գա։ Առանց նախապայմանների, դու գալիս ես հաղորդվելու քո Աստծո հետ, որին հավատում եւ պաշտում ես, ինչպես որ մենք բոլորս։ Ես 8 տարի Երուսաղեմի պատարագների բոլոր պատրիարքի անունը միշտ տվել ենք։ 8 տարի այնտեղ ծառայելով սրբատեղին, մեծագույն սրբատեղիներին, որ անգամ մեր կյանքի գնով ենք պահպանել այդ զինվորյալ միաբանությունը այնտեղ Երուսաղեմի։ Տիրոջ գերեզմանի վրա, Աստվածամոր գերեզմանի վրա, որտեղ Աստվածաբարը վերափոխվեց, որտեղ հարություն արավ։ Սուրբ Հակոբը, որ առաջին նահատակ եպիսկոպոսն է, պարագլուխը առաքյալների։ Պատրիարքալը գահակալի անունը տրվում է։ Դա Սուրբ Հակոբի աթոռն է, որը պատրիարքներն են գալու։ Մեր լուսավորչի աթոռն է, որ հարապետ է նստում։ Եվ ոցված է, ձեռնադրված է, մենք կարող ենք չտանք իր անունը, եւ չեմ հասկանում։ Սրբազանը, մեր սրբազանը մնում է, ինքը հիմա եթե ասենք լավ, դատապարտվել է 2 տարի, որ դուրս գա, սրբազան չէ։ Վեհապար իրենք արկալուց է արել։ Ոչ։ Էլի մնում է մեր սրբազանը, մենք պատարագներ ենք արել, աղոթել ենք, որպեսզի մեր սրբազանը վերադառնա իր գահին։ Նայեք, հիմա հերթական մեր այդ 3 քահանաներին որ կարգալուծվեց։ Չէ՞։ 3 էլ արդեն Տեր Թադեին կարգալուծեցին։ Իրենք չէին մտածում դրա մասին։ Որ քեզանից առաջը կարգալուծվեց։ Ու չեն համարում, որ դա կարգալուծություն է։ Սա ո՞նց է կանոնակարգում, այսինքն հնարավոր է ինչ-որ մեկին կարգալուծել։ Ով կարող է կարգալուծ հռչակել կամ անել։ Գերագույն հոգևոր խորհուրդը, կարգապահական հանձնաժողովը, որ դեպքերում։ Այն դեպքերում, որոնք որ վերադասները սրբազան հայրերը եւ վեհապար հայրապետը քննարկում են եւ որոշում կայացնում եւ հայտարարում կարգալուծությունը։ Իսկ ինչու են դուրք տալիս, շարունակում, օրինակ ձեր կարծիքով Շիրակի մարզում կլինի քահանա, ով չի արտասանի այդ անունը։ Չգիտեմ, ամեն քահանա ինքը իր ավետարանը գիտեք ինչ է ասում։ Ավետարանը ասում է ձեր խոսքերով պիտի արդարանանք, ձեր խոսքերով պիտի դատապարտվեք։ Ես որը մի քահանայի համար պատասխանատու չեմ իր արածի ընթացքի համար։ Տեր Արամը կլինի, Տերմանը կլինի։ Ես համոզում եմ, որ իրանք շատ անփորձ մարդիկ են եւ անգամ այդ տարիքում էլ այդքան քահանայություն չպիտի տրվի, որովհետեւ քահանության կարգ պետք է լինի 30 տարեկան լրացած, հասուն չափահաս, նորմալ լիարժեք, խոստովանահոր, այն բոլոր պահանջները, ինչ որ ձեռնարկության մասշտոցը պահանջվում է։ Դրա համար այդտենց ցավոք սրտի մենք այդպիսի հոգեորականներ ունենք, որոնք որ ոչ կայուն են այդ հավատքի մեջ եւ սուրբ ավանդության պահպանության մեջ։ Չհասկացա, վեհապար հայրապետի հրամանով մենք չենք լինում քահանաներ կամ սրբազանայրեր։ Ինչ եղավ վեհապարը։ Համարցված երկին Գեղամարգարեի նման, չէ, գործում է, չէ։ Վերջ, գահի վրա նստում է, ոցված է, վերջ։ Դա իշխանությունները իրենց որոշում են, որ կուսակրոնության ուխտը խախտել է, հետևաբար պիտի կարգալուծել։ Չէ, ով պիտի հռչակի։ Պետությունը իր խնդիրները չունի։ Մեր պետական հայերը խնդիրներ չունենք, մեկտեղով ամեն ինչը խնդիր է, ինչ որ ավելացնել խնդիրների իմաստ ունի, դարավոր մեր սուրբ եկեղեցու։ Եկեղեցու ոչինչ անել չեք կարող անել։ Եկեղեցին ասու հաստատությունն է։ Չէ, գործեր մտնում եք, գնացեք ձեր գործերով զբաղվեք պետական։ Մենք էլ օգնում ենք ձեզ, մեր քարոզխոսությամբ, դաստիարակությամբ, բարեպաշտ հնազանդ լինեն իշխանություններին, ինչպես մեր սուրբ վարդապետությունն է անում։